Հանհոր եւ Որդվո եւ Հոգուն Սրբո ամեն։ Արժանապատիվ Տեր Հայր, սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր հայ առաքելական մեր Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ թարգմանիչների, մեր Սուրբ Սահակ Պարթև հայրապետի եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի տոնը։ Այսօր մենք կփորձենք խորամուխ լինել Աստվածային տնօրինության խորհրդի մեջ եւ տեսնել, թե ինչպես են դարեր առաջ գրված մարգարեությունները, որոնք որ ընթերցվեցին քիչ առաջ, միս ու արյուն ստացել մեր Սուրբ Հայրապետի եւ երանելի վարդապետի կյանքում։ Այսօրվա Սուրբ գրային ընթերցումներն ունեն խորը պատմական եւ աստվածաբանական արմատներ, որոնք արտացոլում են մարդկային հոգու ամենամեծ տագնապներն ու Աստուծո անսահման սերը իր ժողովրդի նկատմամբ։ Եսայու մարգարեությունից, որ ընթերցեցինք, հատվածը իր առաջին իմաստով կապված էր բաբելոնյան դաժան գերությունից նոր վերադարձած, հուսահատված, հոգնած, տնտեսապես լիովին քայքայված հրեա ժողովրդին։ Ազգը կորցրել էր ամեն ինչ, Սողոմոնի փառահեղ տաճարը կործանված էր, պետությունը կազմաքանդված, ռազմական եւ քաղաքական հեղինակությունը ոտնահարված։ Նրանք ապրում էին մոխրի եւ ավերակների վրա։ Այս իրականության մեջ է, որ Աստված մարգարեի բերանով հնչեցնում է մխիթարության մեծագույն խոստում. ձեր ամոթի փոխարեն կրկնակի ուրախություն պիտի լինի, ձեր անարգանքի փոխարեն ցնծություն պիտի վայելեք։ Նույնպիսի հոգևոր ու մշակութային վտանգի ժամանակաշրջանում է ծնվել նաև իմաստության գիրքը, որը եւս ընթերցվեց այսօր, երբ հրեաները գտնվում էին հելենիստական աշխարհի ու հունական մշակույթի աշխարհակալ ճնշման ներքո։ Կար ձուլվելու, սեփական դարավոր ինքնությունը ու աստվածատուր հավատքը կորցնելու ահռելի վտանգ։ Հեղինակը այս զարգացումը կանխելու համար հիշեցնում է, որ իրական գիտությունը, խոհեմությունն ու արիությունը ձեռք են բերվում ոչ թե օտար ազդեցությունների տրվելով, այլ բացառապես Աստուծո իմաստության մեջ խորամուխ լինելով։ Եվ ահա, սիրելիներ, պատմությունը կրկնվում է հայոց ազգի մեջ արդեն 5-րդ դարում, երբ հայ ժողովուրդը հայտնվել էր գրեթե նույն իրավիճակում, ինչպիսին որ հրեա ժողովուրդն էր դարեր առաջ, մեր հայրենիքը բաժանվել էր երկու հզոր կայսրությունների միջև, Բյուզանդիայի եւ Սասանյան Պարսկաստանի միջև, Արշակունյաց թագավորությունը հոգեվարքի մեջ էր, պետականության հիմքերը խարխլված էին, իսկ եկեղեցիներում Աստուծո կենդանի խոսքը հնչում էր հայ մարդու համար անհասկանալի հունարենով եւ ասորերենով։ Ժողովուրդը աղոթում էր, բայց չէր հասկանում իր աղոթքի խորհուրդը։ Նա լսում էր Սուրբ Գիրքը, բայց մնում էր փակ նրա խորհրդին։ Ամոթի, անարգանքի, վերջնական ձուլման ու պատմության թատերաբեմից ջնջվելու վտանգը կախված էր հայության գլխին։ Աստված սակայն երբեք չի լքում իր հավատարիմ ժողովրդին։ Նա ներշնչում է Սուրբ Սահակ հայրապետին, Սուրբ Մեսրոպ Մաշտոցին եւ օրվա տիրակալ Վռամշապուհ արքային, որոնց կյանքում իրականություն է դառնում այսօրվա Սուրբ գրային ընթերցումները։ Մեր Սուրբ հայրերը սիրեցին Աստվածային արդարությունը եւ նրանց անձնուրաց վաստակի արդյունքը եղավ հայոց ոսկե դարը։ Երկնային իմաստությամբ նրանք ճանաչեցին անցյալը եւ կռահեցին ապագան։ Նրանք հստակ հասկացան, որ առանց հայոց գրերի, հայերեն Աստվածաշնչի, առանց սեփական լեզվով Աստուծո հետ խոսելու
հայ ազգը ապագա ունենալ չի կարող։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը հեռացավ աշխարհիկ կյանքից ու հարմարավետությունից եւ որոշեց կենդանի Քրիստոսին հանձնել իր կյանքը, դարձնել իր կյանքի անբաժան ընկերը այդ նույն իմաստությունը։ Այդ աստվածային իմաստությունն է, որ եղավ նրա բարի խորհրդատուն, որը մխիթարեց նրան հոգսերից, հուսահատությունից ու տրտմությունից եւ տարիներ շարունակ քաղաքից քաղաք շրջելով փնտրում էր հայոց լեզվի հնչյուններին համապատասխանող գրերը։ Եվ երբ Սամոսատում Սուրբ Հոգու ներգործությամբ ծնվեցին հայոց հրաշափառ տառերը, Աստուծո խոստումը կատարվեց, նրանք հավիտենական փառք վաստակեցին ժողովրդի մեջ եւ մեծ անուն իմաստունների եւ ծերերի առաջ։ Ծնկած հայ ժողովուրդը գրերի գյուտով եւ Սուրբ գրքի հայերեն թարգմանությամբ ստացավ իր կրկնակի ուրախությունը, ինչպես որ խոստացվում էր մարգարեության մեջ, ձեր ամոթի փոխարեն կրկնակի ուրախություն պիտի լինի, ձեր անարգանքի փոխարեն ցնծություն պիտի վայելեք։ Մաշտոցի եւ Սուրբ Սահակի միջոցով ժամանակի ողջ քաղաքակիրթ աշխարհը հիացմունքով վկայեց, թե սրանք Աստուծո օրհնյալ զավակներ են։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր մենք դարձյալ կանգնած ենք մեծ մարտահրավերների առաջ, ազգային կորուստների, հուսահատության եւ հոգեվոր տագնապների առջեւ։ Այսօր Սուրբ թարգմանչած այս տոնը գալիս է մխիթարելու մեզ, Աստուծո կենդանի խոսքը բերելու մեզ, հուսադրելու եւ տալիս է հստակ, զորեղ եւ անխախտ խոստում մեր կյանքի համար։ Առաջին, Աստուծո իմաստությունը պատրաստ է լինել մեր կյանքի անբաժան ընկերը, եթե մենք մեր անձնական հոգսերի, ընտանեկան խնդիրների եւ ազգային տագնապների մեջ դադարենք հույսներս դնել միայն երկրավոր իմաստության վրա, դադարենք հույսներս դնել միայն մեր զորության վրա, այլ մեր հույսը կապենք կյանքի աղբյուրի, ճշմարիտ իմաստության Հիսուս Քրիստոսի հետ։ Նա խոստանում է այդ պարագայում լինել մեր բարի խորհրդատուն եւ իր երկնային խաղաղությամբ մխիթարել մեզ մեր բոլոր տրտմությունների մեջ։ Երկրորդ, Աստված երբեք չի փոխվում։ Ասում ենք Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Նա այսօր էլ նույն Տերն է, ով ասում է ես Տերս սիրում եմ արդարությունը եւ ատում հափշտակությունն ու անիրավությունը։ Եթե մենք հավատարիմ մնանք մեր հայրերի կնքած հոգեվոր ուխտին, եթե մեր կյանքը կառուցենք արդարության, ազնվության, սիրո հիմքերի վրա, մեր այսօրվա տագնապներն ու կորուստները Տերը իզորու է փոխակերպել հավիտենական ուրախության եւ հաղթանակի։ Երրորդ, Աստուծո խոստումը չի սահմանափակվում միայն մեզնով, այն ուղղված է նաեւ մեր գալիք սերունդներին։ Երբ մենք մեր ընտանիքներում մեր զավակներին հեռու պահենք օտարամուտ եւ կործանող բարքերից, երբ նրանց մեջ սերմանենք քրիստոնեական առաքինություն, մայրենի լեզվի հանդեպ պատկառանք, Աստուծո խոսքի նկատմամբ սեր, ապա ողջ աշխարհը այսօր էլ պիտի կանգնի եւ վկայի եւ ասի, որ սրանք Աստուծո օրհնյալ զավակներն են։ Մեր սուրբ թարգմանիչները մեզ թողեցին ոչ միայն հրաշալի տառեր կամ գրական ժառանգություն, այլև Աստուծո հետ հայոց հոգով հաղորդակցվելու կենդանի հնարավորություն։ Նրանք մեզ սովորեցրին աղոթել հայերեն, մտածել քրիստոնեաբար եւ ապրել արժանապատվորեն։ Թող Աստված մեր Սուրբ Սահակ Հայրապետի եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի բարեխոսությամբ զորացնի մեր մայր եկեղեցին, Հայաստանի Հանրապետությունը, մեզ պարգևի երկնային իմաստություն
հայոց ազգի զավակներին իրենց ուխտի եւ հավատարմության մեջ հաստատակամություն, որպեսզի մենք եւս հաղթահարելով մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները դառնանք ազգովի Տիրոջ խոստացված հավիտենական ուրախության ու երկնային արքայության ժառանգորդները։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստուծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի ամենքիս հետ։ Ամեն։